Star News-ը առանձնացրել եւ ներկայացնում է շոու բիզնեսյան շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ամենահետաքրքիր եւ ուշագրավ իրադարձությունները։ Մենչը նոր լուսանկարներ էր հրապարակել իր ծննդյան խնջույքից, պրոդյուսերը դարձել է 50 տարեկան։ Իննա Խոջամիրյանը դարձել է 29 տարեկան, դերասանուհին որոշ ժամանակ ապա ակտիվացրել էր սոցիալական հարթակները, բայց կրկին վերադարձել է օնլայն իրականություն։ Արամեն ու Աննան էլ նոր լուսանկարով էին հանդես եկել, նշենք, որ մի առիթով Աննան խոսելով իր եւ Արամեի հարաբերությունների մասին ասել էր, քանի որ ոչ Արամենը ռոմանտիկ, ոչ էլ ես իրար հետ հանգիստ յոլա ենք գնում, չեմ նեղանում ռոմանտիկայի բացակայությունից։ Ռոզա Դավթյանը հրապարակել էր մայրիկի նոր լուսանկարներն ու դրանց գիծ գրել «Գեղեցկուհի»։ Տոմա Պետրոսյանն էլ ջերմ շնորհավորանք էր ուղղել Պոնչին ծննդյան օրվա առթիվ գրելով. «Այսօր ամենակարևոր տղայի ծննդյան օրն է, ծնունդդ շնորհավոր, տիեզերք»։ Մոնիկա Գրիգորյանն էլ շնորհավորել էր մայրիկի ծննդյան տարեդարձը. «Բարով ես ծնվել իմ սիրտ, իմ մամաս, ամենակարևորը մնա միշտ առողջ ու երջանիկ, որովհետև դու արժանի ես լավագույնին», գրել էր Մոնիկան։ Սոֆի Դևոյանն էլ ցույց էր տվել, թե ինչ տեսքով է հարսանիքի մասնակցել։ Նույն հարսանիքից հրապարակում էր արել նաև Զարուհի Բաբայանն ու գրել. «Ես ժպտում եմ, միանում եմ քո խաղին»։ Օսկարակիր դերասանուհի Նիկոլ Քիդմանը եւ երաժիշտ Քիթ Ուրբանը որոշել են բաժանվել գրեթե 2 տասնամյակ տևած ամուսնությունից եւ 2 դուստրերի ծնունդից հետո։ Զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով բաժանման լուրը իսկական ցնցում էր դերասանուհու համար։ Սոնա Ռուբենյանը ընտանեկան լուսանկար էր հրապարակել, երգչուհին այս շրջանում ընտանեկան հանգիստն է վայելում Կիպրոսում։ Լիլուն անակնկալ ձևով շնորհավորել էր մայրիկի տարեդարձը, շնորհավոր 65-ամյակդ մամաս, մենք քեզ շատ ենք սիրում, գրել էր երգչուհին։ Ես գիտեմ եկել եք տորտ վերցնելու։ Happy birthday. Տատի ամենալավն ու բարին քեզ, Աստված օրհնի։ Մերսի բոլորիցը Ես նկարում եմ այս կամա։ Սիրելի և շատ թանկ մարդ։ Հակացու։ Ում եմ Աստված օգնի քեզ Դուք իմ մամա։ բոլոր օրերը։ Լավ լինես, բոլորի սերն ու հարգանքը վայելես։ Մերսի, Աստված օրհնի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, ժողովուրդ ջան։ Ճանաչի կանաչ լինի։ Մերսի։ Դերասան Աշոտ Պողոսյանը կնոջ հետ նոր լուսանկար էր հրապարակել, Աշոտի եւ Լյուսիի հարսանիքը կայացել է Իտալիայում։ Լիա Զախարյանը նշում էր ծննդյան տարեդարձը. «Բարի տարեդարձ, 1 տարի ավելի իմ ճանապարհին», գրել էր դերասանուհին։ Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար էր հրապարակել հղիության շրջանից, «Վերադառնում ես ու միանգամից նկարահանման հրապարակ», գրել էր նա։ Էլեն Սաֆարյանն ու Էվելինա Շահիրյանի որդին Դանիելն էլ համատեղ հոլովակով էին հանդես եկել։ Էլենն ու Էվելինան մտերմացել են հեռուստասերիալներից մեկի նկարահանման ընթացքում։ Մարիամ Ալեքսանյանը պատմել էր իր օրվա ընթացքի մասին, դերասանուհին հայտնել էր, որ երեկոն իր համար աշխատանքային է լինելու։ Ինչպես է սկսել իմ օրը սկսել է դպրոցում, շատ լավ օր եմ ունեցել երեխեքի հետ, թաթ քաղցած գնում եմ քրոջս տուն, որ քույրս ինձ կերակրի, երազում եմ, թե երբեմ այսպես քրոջս հետ սուրճ խմելու։ Երեկոյան Squid Game-ի նկարահանումն է,
Իսկ դա նշանակում է, որ ես ամբողջ գիշեր արթուն եմ մնալու։ Մորս այսօր զինվիր համբերությամբ։ Էլիզ եւ Ստելլա Մելիքյաններն էլ ջերմ լուսանկարներ էին ներկայացրել։ Այս շպիտների տակ թաքնված է մեծ պատմություն՝ լի սիրով, ուժով ու անփոխարինելի կապով։ Միշտ կողք կողքի, միշտ իրար հետ, գրել էր Էլիզը։ Լևոն Մկրտչյանը, Ստեփան Ղամբարյանն ու Արտաշես Ալեքսանյանն էլ համատեղ նոր լուսանկարով էին ներկայացել։ Դերասանների համատեղ լուսանկարն արված է Վերջին զանգ հեռուստասերիալի նկարահանման հրապարակում։ Մահացել է դերասան Գենադի Նիլովը, ով խաղացել է 3 գումարած 2 ֆիլմում։ Այս մասին հայտնում է հեռուստահաղորդավարուհի Նիկա Ստրիժակը։ Նիլովը մահացել է 89-ամյակից 2 օր առաջ։ Նա հայտնի է 3 գումարած 2 ֆիլմում տեխնիկական գիտությունների դոկտոր Սունդուկովի դերով։ Անահիտ Մանուկյանը ցույց էր տվել, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է ստացել Հայկ Հովհաննիսյանից։ «Սիրում եմ քեզ» հրապարակմանքից գրել էր դերասանուհին։ Սվա Զոհրաբյանն էլ դստեր հետ էր ջերմհոլովակ հրապարակել ու գրել. «Դե հիմա մամադ երգել չգիտի»։ Նոր ֆոտոշարքով էլ հանդես էր եկել երգչուհի Սիրուշոն։ Ռուս կատակերգու եւ հաղորդավար Մաքսիմ Գալկինը բացատրել էր իր մատին ամուսնական մատանու բացակայությունը։ Վթարից հետո այտուցը դեռ չի անցել, ես դեռ չեմ կարող մատանին կրել, պարզաբանել էր Գալկինը։ Անդրեյի եւ Անի Օհանյանի բաժանումը ուղեկցվեց բավականին շատ սկանդալներով, ամենատարբեր տեսակի կարծիքով, մեղադրանքներով ու փոխադարձ վիրավորանքներով։ Հանուն արդարության պետք է նշել, որ Անդրեն այս ողջ շրջանում կարողացել է լռություն պահպանել այս թեմայի շուրջ եւ դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Փոխարենը նրա նախկին կինը Անի Օհանյանը սկզբնական շրջանում բավականին հաճախ էր գրառումներով հանդես գալիս, որտեղ Անդրեին մեղադրում էր բռնության մեջ։ Բայց թե Անդրեն եւ թե Անին պարբերաբար շարունակում են իրենց դստեր մասնակցությամբ հրապարակումներ անել։ Եվ նրանց այս հրապարակումները համացանցի մի շարք օգտատերերի մոտ տպավորություն էին ստեղծել, թե զույգը կարողացել է անցյալում թողնել վեճերն ու դժգոհությունները եւ կրկին միացել է։ Գոնե հանուն երեխայի։ Սակայն պետք է նշենք, որ Անդրեն եւ Անին այս պահին էլ ամուսնալուծված են։ Ավելին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթանում էր նրանց դատական նիստը։ Երգիչ Անդրեի շուրջ ստեղծված իրավիճակը այս պահին համացանցի թիվ 1 քննարկման առարկան է դարձել, ու այս քննարկումների ֆոնին տարածվում է մի հարցազրույց, որը երգիչը տվել է դեռ տարիներ առաջ։ Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Իմ փոխարեն շատ բաներ են որոշում, արդեն սովոր եմ այդ ամեն ինչին ու վաղուց կարելի է ասել արդեն 20 տարուց ավել։ Եթե այդպես են որոշել, որ ես ամուսնացել եմ ու այդպես են մտածում, թող այդպես լինի։ Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ ամենի շուրջ, որովհետև կարծում եմ այդ հարցերի պատասխանը տրվեց քեզ տերեմ տեսահոլովակում։ Բայց դրանից հետո էլ շարունակվեցին շնորհավորանքներ, երևի միշտ էլ հետաքրքիր է մարդու անձնականը, բայց ես կցանկանայի, որ իմ արվեստը ավելի շատ հետաքրքրեր մարդկանց։ Ուրախ եմ, որ իմ արվեստը իսկապես հետաքրքիր է այն հանդիսատեսին, որը 20 տարի շարունակ իմ կողքին է։ Նրանք, ովքեր ինձ այս տարիների ընթացքում հասցրել են ճանաչել, վստահ եմ գիտեն, որ ես երբևիցե իմ անձնական կյանքն ու հարաբերությունները չեմ սիրելի ցույց դնել հանրությանը։ Բոլորին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան հենց տեսահոլովակում է։ Ընդհանրապես պետք է այն սկզբից մինչև վերջ դիտել, բայց ցավոք այսօր մարդիկ միայն լուսանկարներով են կարծիք կազմում կամ միայն նյութերի վերնագրեր ընթերցելով, չկարդալով ամբողջական նյութն ու չդիտելով տեսանյութը։ Դա նույնն է, ինչ 2 ժամ տևողությամբ հրաշալի ֆիլմը դիտելու փոխարեն միայն մի քանի վայրկյան տևող թիզերը նայեց։ Շատերի կյանքում եղել է նման պատմություն, ես չեմ ցանկանում շատ բաներ բացահայտել, որովհետև պարզապես չեմ ցանկանում։ Չեմ ուզում անդրադառնալ այն ամենին, ինչ եղել է իմ անցյալում, որովհետև այն, ինչ կա իմ ներկայում, ավելի լուսավոր է, ավելի ուրախ ու սիրով լի։ Կան տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են իմ կյանքը, որոնց սցենարը հնարված չէ, բայց չեմ ասի, որոնք են դրանք։ Երբ հանրային մարդ ես, ուզած թե չուզած, անձնական կյանքդ հետաքրքիր է բոլորին։ Ինչու տրամաբանական ավարտ չունեցան, պատճառները շատ էին։
էին, հիասթափություններ, միմյանց չհասկանալ, դավաճանություններ։ Գիտես, ես առհասարակ ընկերություն անելուց երբեք եւ երբևիցե չեմ մտածել, որ դա պարտադիր պետք է տրամաբանական շարունակություն ունենա վերածվի ամուսնության։ Ամուսնությունը շատ լուրջ որոշում է։ Կարծում եմ, դա ավելի շատ որոշում է, քան զգացմունք։ Երևի միշտ երկկողմանի պատրաստ չեն եղել այդ ամենին։ Այո, իմ սիրտն էլ են շատ կոտրել, բայց ավելի ճիշտ կլինի ասել այն ոչ թե կոտրված է եղել, այլ հիասթափված։ Եղել է շրջան, որ դադարել էի հավատալ անկեղծ սիրուն, թեև շատ գեղեցիկ երգեր էի երգում սիրո մասին, բայց ինքս չէի հավատում սիրուն։ Բայց իհարկե, եթե մի բան մեկ անգամ չի ստացվում, չի նշանակում, որ պետք է դադարել հավատալ։ Այսօր կարծես թե հատկապես անձնական կյանքում բոլորն ավելի էգոիստ են դարձել, ավելի շատ իրենք իրենց մասին են մտածում։ Ես կարծում եմ, եթե անձնական կյանքի մասին է խոսքը 1+1 հավասար է ոչ թե 2-ի, այլ 1+1 հավասար է 1-ի, որովհետև երկու հոգի պետք է մեկ դառնան, մի ամբողջություն, ոչ թե ամեն մեկը փորձի իր սկզբունքները առաջ տանել։ Զիջումներն այսօր մոռացվել են։ Հիասթափություններ շատ են եղել, բայց երբևիցե չեմ չարացել։ Չեմ հիշում նման դեպք, որ ես իմ չստացված անձնական պատմության ավարտին տրագեդիա սարքեի մեկի համար։ Բայց եղել է դրա հակառակը, երբ նա ով տվյալ շրջանում կողքիս է եղել, փորձել է կյանքս թունավորել։ Ժամանակի հարցեր ես անգամ պատասխան չէի տալիս եւ այդ ամեն ինչն անցնում ու մոռացվում էր ուղակի։ Առհասարակ, եթե ես մի բանից հիասթափվում եմ, եթե մի բան կոտրվում է իմ կյանքում, ուրեմն վերջացած է ամեն բան։ Սերը նման է շատ փխրուն մի երևույթի, որը երբ ճաք է տալիս ու փորձում ես վերանորոգել, միևնույնն է, այդ ճաքը միշտ մնում է։ Ըստ իս հենց սկզբից երկու կողմն էլ պետք է ջրեն այդ զգացմունքը, պետք է ջանք թափվի։ Չգիտեմ, երևի շատ եմ արդեն փիլիսոփայում, բայց երբ 16 տարեկանում սիրահարված էի, ես պատրաստ էի ամուսնության։ Ուղղակի տարիքից ելնելով շատ խոչընդոտներ եղան, բայց կյանքում ունեցել եմ նման սեր, որը բոլոր սերերից ամենամեծն է եղել։ Սղճում եմ միայն նրա համար, որ ես այսօր կարող էի ունենալ 21 տարեկան որդի, բայց փաստը մնում է փաստ, որ ես կորցրի նրան։ Միայն դա է, որ ինքս ինձ չեմ ներում, այդ կորուստը ինձ համար ծանր է մինչև այսօր։ Չեմ ուզում ծավալվել ու այդ ամեն ինչը վերհիշել։ 1998 թվականներ, ինձ ցավ է պատճառում այդ հիշողությունը, ինձ ցավ է պատճառում, որ նա այսօր չկա։ Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեմայով խոսել, բայց այն միտքը, որ նա կարող էր լինել իմ կյանքում, բայց չկա, իհարկե սղճում եմ շատ։ Այն ժամանակ երկուսս էլ ունեինք մեր կյանքը, մեր նպատակները։ Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ փուչ էր, բայց ամեն դեպքում ես իմ ներսում այդ պակասը զգում եմ, նշել էր Անդրեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Օհանյանը գրել էր. Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման, աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար, նշել էր նա։ Արա Ղազարյանը օրերս գտնվում էր Սիրո մայրաքաղաքում, Փարիզում, որտեղից էլ պարբերաբար նոր հոլովակներով էր կիսվում ինստագրամյան իր էջի հետևորդների հետ։ Հրապարակումներից մեկում առան ցույց էր տվել, որ բազմաթիվ սիրահար զույգեր նախընտրում են իրենց ամուսնության առաջարկությունը իրականացնել Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Արայի հրապարակումը ներկայացնում ենք նաև ձեր ուշադրությանը։ Փարիզում մի քանի տեղեր կան, որտեղից Էյֆելյան աշտարակը շատ գեղեցիկ է նայվում, դրանցից մեկը այս կամուրջն է։ Այստեղ շատերը գալիս են նկարվելու, ինստագրամյան վայր է, կարելի ասել, բայց իհարկե ես ունեմ իմ նախընտրած ուրիշ տեղերը, որտեղից իմ կարծիքով շատ ավելի գեղեցիկ է երևում
Էֆելյան աշտարակը, բայց այս էլ վատ ընտրություն չի։ Քիչ կգնամ ու ես գործում վայրեի ցույց տալ ուրիշ անկյուններ, որտեղից իմ կարծիքով ավելի գեղեցիկ Էֆելյան աշտարակը տեսնել։ Դե իհարկե Էֆելյան աշտարակը ամենագեղեցիկն է հենց Էֆելյան աշտարակի տակից, կամ վերևից, կամ հենց իր վրա, երբ բարձրանում ես։ Ամեն դեպքում այս գեղեցկուհին, որը Փարիզի խորհրդանիշն է, անբացատրելի է։ Հայկական տիրույթի ակտիվիստներ, բլոգերներ, հայտնի մարդիկ, ասենք ինչ եք դուք մտածում, երբ ձեր երկրում, հայրենիքում արուն է թափվում, սարսափելի իրադարձություններ են կատարվում, երկրի ղեկավարը ասում է, որ ես սխալվել եմ, որ 18 թվականին չեմ ասել, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ու դուք լուռ եք։ Ասենք ինչից եք վախենում։ Ասենք ոնց կարելի է տենց ցռան բերգո լինել։ Վախենում եք, որ մի երկու հովանավոր ձեզ փող չի տա, ուրեմն նայեք ուշադիր, այս տղեն ես։ Ձեր համար թող լինեմ դասական նմուշ, նրա, որ հովանավորները հարգում են պլորով տղեկի եւ փող են տալիս եւ համագործակցում են այն մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն։ Հենց որ տենց մկան ծակը, որ 10 թումանով առել նստել եք, դրանից ձեր փողը չի ավելանալու։ Վերջո ունեցեք տեսակետ, ունեցեք տեսակ, ունեցեք ասելիք, հա, ես էլ իմ կազիբոյից կամ իմ լողավազանի մոտից ինչ որ տժժիկ նյութեր եմ հրապարակում, հա, ես էլ եմ գնում կլաբ, հարբում եմ, ես էլ եմ պարում, ես էլ եմ ինչ որ նման նյութեր հրապարակում, դա նորմալ է, բայց երբ որ ինչ որ օրհասական պահ է, ժողովուրդ, այդ թեզը ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը այսօր զբաղվում է ձեզանից յուրաքանչյուրով ու շատ ցավոտ է զբաղվում։ Դուք ուղղակի դա երևի թե չեք տեսնում կամ փուլացել եք ու այդ ցավից հաճույք եք ստանում, ես չգիտեմ, բայց նորից եմ կրկնում։ Այսօր Աբրահամ Գասպարյանին խոշտանգել են, ես Աբրահամ Գասպարյանին չեմ ճանաչում մոտիկից, բայց ինքը իմ գոլեգան է, հաղորդավարներ, լրագրողներ, աու, դուք արժանապատվություն ունեք, թե չունեք, երևի չունեք։ Լիարժեք անջատվել չի ստացվում, արդեն չեմ հիշում որ օրն եմ Լոս Անջելեսում չեմ, դուրս եմ եկել Իսպանիայում եմ, Եվրոպայում եմ, անընդհատ նայում եմ, ինչ-որ գեղատեսիլ, ինչ-որ սիրուն վայրեր եմ այցելում, լիարժեք անջատվել չի ստացվում, ուշք ու միտքս անընդհատ Հայաստանում է, ու վստահ եմ իմ նման յուրաքանչյուր հայ, ով ապրում է դրսում, ով ապրում է, ու կապ չունի որտեղ է ապրում, կապ չունի ինչով է զբաղվում, հանգստանում է այս պահին, թե ուղղակի իր քաղաքում աշխատում է, սովորում է, չգիտեմ, էլի հայացքները սևեռված է դեպի Հայաստան ու բոլորս երևի թե հասկանում ենք, չէ՞ որ սա երևի թե շատ կարևոր պահ է։ Հրապարակում մարդիկ ավելանում են, այստեղ որևէ քաղաքական ուժ չի ուղղորդում եւ որևէ քաղաքական ուժի հանրահավաք չի, ելույթներ չկան, ուղղակի մարդկանց հիմնական մասը գալիս է, որովհետեւ այս խայտառակ իրավիճակի չի կարողանում համակերպի ու չի կարողանում տանը մնալ, տանը նստի, որովհետեւ իրականում մենք հասկանում ենք, չէ՞ ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Մի մասը պահանջում է լիդեր, մի մասը եկել է, որովհետև ուզում է հասկանա, թե ինչ է սպասում Արցախում ապրող իր քույրերի ու եղբայրների հետ։ Մի մասը եկել է, որովհետև ընկերներ ունի արցախցի, մի մասը եկել է, որովհետև մի խոսքով չգիտեմ, եկել են, մարդիկ գալիս են։ Մարդիկ գալիս են, որովհետև մարդիկ անելանելի, կացության մեջ են ու սենց անելանելի իրավիճակ, երևի թե որևէ հայ իր կյանքում չի եղել։ Ժողովուրդ ջան, հրապարակում եմ, որ էլի 865,000-րդ անգամ հասկանում եմ մի ճշմարտություն։ Անտարբերությունը հայկական բնավորության գիծ է դարձել, սովորություն է դարձել, սովորությունն էլ դարձել է բնավորություն, իսկ բնավորությունը ճակատագիր։ Մենք երևի թե աշխարհի ամենաանտարբեր ազգն ենք ու ամենաանտարբեր հասարակությունը։
Հա, ու այսքանի օր է Չարենցի խոսքերը շատ է շրջանառվում ԱԴՆ-ի ջարդերի եւ Ստամբուլում տժացող հայերի մասին։ Իդեպ գոնե արդարացում կա, էլի մի փոքր 0.001%, որովհետեւ այն ժամանակ միայն մամուլով են մարդիկ տեղեկացվել, թե ինչ է կատարվում առհասարակ, շատերն դե անգրագետ են եղել։ Կարծեմ ռադիո էլ չի եղել։ Բա հիմա ուղիղ հեռարձակմամբ տեսնում ենք, թե ոնց են կոտորում մարդկանց։ Ստեփանակերտում ոնց են այրվում ինչ-որ տներ, ոնց են Ասկերանից գաղթի ճամփան բռնել Արցախի հայերը, ոնց են օդանավակայանում հավաքվել հազարավոր արցախցիներ ու աղերսում ռուս խաղաղապահներին, որ իրենց կյանքը փրկեն։ Բա դա էլ տեսնելուց հետո էլի անտարբեր։ Բարև։ Գիտեք, ասեմ կոտրված եմ, դա ոչինչ չասելուն հավասար է, ասեմ հիասթափված եմ, դա ոչինչ չասելուն հավասարազոր է, հիասթափված եմ, ամաչում եմ, ու չգիտեմ սենց էլ ոնց կարելի է ապրել ու ներկայանալ հայ։ Կոնկրետ կոտորածա, կոնկրետ ինֆորմացիա կա, որ մտնում են տներ և մորթում են ընտանիքներ, մարդիկ աղերսում են, օգնություն են աղերսում, լիքը մարդկանց մոտ թքած վիճակ է, թքած։ Նու պարզ է չէ, որ ոչ մի բան չի փոխվելու, պարզ է չէ, որ տարիներ շարունակ մեծացել են մարդիկ, ովքեր դաստիարակվել են ուրիշ արժեքներով ու հանկարծ այսօր որևէ բան չի փոխվելու։ Անգամ այս դժոխային իրավիճակը որևէ մարդու մեջ, եթե չկա հայրենասիրական նկրտում եւ գիտակցում, որևէ բան չի փոխելու, որովհետեւ նա թքած ունի։ Ցավը նրանում է, որ այդ մարդիկ շատ են, ու այդ մարդիկ եղանակ են ստեղծում, հասկանում եք, ուղիղ 3 օր առաջ մարդիկ շրջաններից եկել էին, որպեսզի սատարեին Տիգրան Ավինյանին, չգիտեմ թե ինչու էին եկել, շրջաններից էլի անատամ, փնթի, փարչակներ, հասկանում եք 3 օր առաջ, հասկանում եք, որ ուղիղ այսօր ցերեկը Տոմսար կղկետեյեմը դեռ չէր չեղարկել Snoop Dogg-ի համերգը ու նաև ասում էին, որ after party է լինելու ու եկեք մասնակցեք, այդ after party-ից հավաքված գումարը ուղղելու ենք Արցախ դեպի որպես օգնություն։ Այսինքն այնտեղ մորթում են, սպանդ է կատարվում, տնավեր ու բնավեր մարդիկ չգիտեն ինչ անեն, այստեղ after party և ինչ-որ կտեր, վերջապես չեղարկվեց, ամաչեցին կառավարության անդամները, որովհետև իրենց կազմակերպած համերգն է, չէ, այդ խայտարակ համերգը, չեղարկեցին, ժողովուրդ թեմաները այնքան շատ է, որ ուղեղս եռում է ու չգիտեմ որ մեկից խոսեմ։ Այսօր հրապարակում ու այդ կենտրոնական փողոցներում բազմաթիվ անգամներ ինձ մոտեցան երիտասարդ հիմնականում աղջիկներ էին գալիս 4-5 երբեմն մի քիչ ավելի շատ խմբերով մոտենում էին ինձ ճանաչում էին ու ասում էին շնորհակալություն, շնորհակալ ենք ձեզ։ Գետինը բացվում էր ու ես մտնում էի այդ գետնի մեջ։ Ուզում եմ հասկանալ ինչու են իրանք ինչ շնորհակալ։ Իրենք ասում են շնորհակալ ենք, որովհետև մենք Հադրութից ենք, մեկը ասում է, չգիտեմ, Ղարաբաղի, ես ինչ քաղաքից, ես ինչ գյուղից, ես ինչ շրջանից։